Ես ինչ խառն եք, մամա ջան, բարի օր։ Ազատ բարի, ազիժ Մեր մոր ծնունդա մոտենում։ Մի հարսը մատերն է սարքում, մի հարսը սալատնա սարքում, ասես խառնվել են իրար։ Մոմնա, ոչմ ցես, ժողովուրդը ճամփիներ են։ Խավոր գուգոն նարայ է Արմենես տուննա։ Լավն Ամերիկայից ճամփինա։ Մատնա այդ քեզ տալի մամա։ Խառն ես ոնց է։ Շատ։ Չգիտենք ինչ անելու։ Չէ։ Այսինքն դու էլ չգիտես։ Ես գիտեմ։ Ա դու գիտես։ Դուք չգիտեք։ Կարևորը որ դու գիտես։ Էս ի՞նչ է։ Վիշնիա։ Միչուկն է, հա։ Լավ, մասնագետները զգացին թե ինչ ալեն։ Բա։ Մարի Գևորգյանը հատված կիմա։ Չէ, ազատ է։ Մասնագետները կիմանում։ Հիմա միացնենք Everyday Thomas Երևանը ցույց տա, իսկ ես իմ մոնտաժը անեմ, ձեռդ էլ նայեմ թե Արմեն Հոպարը ինչ անում աշտարակում։ 12-ից կեսա։ Հելենք մամա ջան։ Մեր մնա մենք եթանք քավորական զույգին վերենք օդանավակայանից հանք դիմավորենք մեծ ուրախությամբ մի բանը լավ չենք արել, որ ծավալ չենք արել հիմա տնանք եթե կարանք Եդում է թերացուներ, հե? եդում է թերացուներ, ով ենք առավոտը։ Թերացում անում ենք մեկ սա թրիշներն ախը գիշևա կեսին է Ոչինչ, ծառիկը կարդեր, կեթակ ծաղիկ կարենք առավոտ կեթանք դիմավորենք առավոտը բանից կրկե դիմավորեք հյուրանոցից Հայաստան լավ այլ է դառնում։ Հայաստան շատ լավ է։ Հայաստանի բանով գնացից մի հաղթ կանեմ, մորացել որ ստեղ չի։ Հայաստան շատ լավ է, որ դե անկյունները նայում ես ծաղիկը գիշերցրիվ դա, ոչինչ Բայց հլը հույս կա էլի, լեսա մետ կնայք նա Էդ ինչ ես նայում, Մնացինք մամա ջան ազիժ Տես, Ժորժի հետ են ուտելիքը սարքի կսականք, Ժորժան Զիբիլն միա բերսը կոջար Սաղ մի մեկ այսքանով տեղ չենք անի Քաուրանց Մի որ Ժորժին Վանյայի վերջ-վերջով դիմավոր ենք դրանք լվորոր այդ իգնա Արիք իշնենք նչոք մեր Կամիս են, Սա չինի Դակնացինք Եկար Դու էլ եկար Երեխիքն իրանց ավտոյով են գալի Ուր ենք հասել, մեր հետ չենք հասել։ Քավորը պետք է դիմավորենք, քավոր գինը պետք է դիմավորենք Դե գնացինք Ժորժ ջան, դե ինչպես միշտ որ ճամփիկը ազատ է մեր տնից մինչև այրոպորտ 20 րոպե մաքսիմում ժամանակ է պետք Վճարովի տրասեն է, որ դուս ես գալիս, այնց հետո արդեն վсё, ինքը աչ ու ձախ չկա, բնակավայր չի արագ ընթաց ճամփա է ու մտնում այրոպորտ Գիշերվա թուրիստ բաները լավ է։ Գիշերվա գալը լավ է։ Գիշերվանը, հա, լավ է Գիշերվան մի բան լավ է, որ գնալն էլ մի բան լավ է, որ ոչ բան բաց չի Երևանում փակ է, հա։ Չիզ լրիվ մոռացել էի, Ծաղիկ որպես չի։ Հայաստան չի։ Ոչ ինչեր չի, հա Կամ այդքան բան չի, դե կարևորը բարոքերով ամփորձանք վայրեջ կատարի բոլոր սամալյոտները ու մարդկանց բերեն հասցնեն իրանց նշանակետին Մեր պզդիկները, որ մեծացել են եկի ավգոն են անում, մեր էլ աշից
Հեսա մի քանի մետրից արդեն դուրս ենք գալի այս ճանապարհից, մտենք այդ վճարովի ճամփեն։ Այստեղ ոնց որ գիշերով ինչ-որ խոտերն ենք խաղում, ինչ են անում ճամփի կողքը։ Ասում եմ խոտերն են խաղում։ Մաքրում են, Ոչի, կտրում են, նրանց ծառում են, կտրում են, հա։ Մալադիեց աշխատում են։ Թող աշխատեն։ Գիշերով են անում, դե ցերեկով պրոբկա են սարքել։ Всё, ստեղից դուրս ես գալիս։ Մեր տնից մի քանի կիլոմետր, մի 5-4, չգիտեմ, մոտավորապես, ու դուրս ես գալիս Վճարովի փողոց։ Այս կպցրել եմ Վարդանին ունի։ Վարդանին չունի, հիմա Վարդանը կայնի քաշով առևտուր կանի, մենք կետանք այս զնակի տակով ինքը Շուշին կպցրած գործիքի մեջ իսկ փողը կքաշի ու մեզ կասի գնա։ Ու տենց էլ բանի ֆիզիկական անձի հետ գործ չես ունենում։ Ոնց որ այս չէ լավ լույս է այս մեջի լույսը։ Ոնց որ բանի օրինակ Ռումինիա 5 եվրո էր, ոնց որ 5 քանիս էր, մի ցելի օրը ամբողջ ճանապարհների գումարը չէ Ռումինիա 4 եվրո էր։ Ռումինիա 5 եվրո էր, Բուլղարիա 4 եվրո էր։ Ինչ-որ տենց տարբերությունը այդքան է շատ չէր։ Չեխիա, Հունգարիա, Սլովակիան ոնց որ մի քիչ թանկ էր։ 70 է դիրեք պետությանը մի անգամից մուծեցինք, ոնց որ հիմա այդ 80-ը լավ չեմ հիշում, բենզինն էինք լցել հետներ, թե առանց բենզինը լավ չեմ հիշում։ 76 եվրո էր, բայց ինչ էր, բայց ոնց որ ասեցի։ Բայց դա ոնց որ մենակ չեմ չխափեմ, ով գիտի թող գրի։ Վարդանը կհիշի գիտես, որտեղ ինչ արժեր էդի, բայց գալով դե Գերմանիա անվճարա, Գերմանիային խոսք չկա, այդ արծում անվճարա։ Դիտակշկինենա, որ անվճար ու ճանապարհները իդեալական են։ Դե ընդեղ ապրողները վճարում են հարկի տեսքով այդ ամեն ինչի համար։ Բելգիա էլ անվճարա, ոնց որ։ Նոշում։ Որ մտնում ես Հունաստան, արդեն խփում է ամեն 20-30 կիլոմետրը մեկ 4 եվրո, 5 եվրո, 3 եվրո, 1 եվրո կյանի, սուշում տես կլորացրած։ Այդենց շուտ այդ իրեն, ագին կումանական։ Առավելությունը այն է, որ գոնե այդքան վճարելուց հետո ճանապարհ ես ունենում, ճանապարհները նորմալ են։ Ես մեր էմոցիոնալ վառ լի պահերը, Ժողովուրդ ջան, ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե մենք ինչքան ուրախ ենք այս իրավիճակից, որ մի քանի օրեր առաջ մենք Գերմանիայում հանդիպած բոլորների հետ, ու այսօր նորից մեր տուն է գալի Գուգոն, Նարան, գալիս են ամայի ծնունդին։ Բայց ասա հետաքրքիր որն է։ Հետաքրքիրը որ առաջի անգամ որպես քավոր գալիս են մեր տուն։ Հա, այդտենց բանը կա։ Մենք անգամ որ եկան դեռ սկի մտածված էր այդպես բան չկար։ Որպես քավոր առաջի անգամ իրանք մեր տուն են գալի, չնայած որ Հայաստանում անդադ այդտենց հանդիպել ենք, ստեղ մեր տուն, հա, այն անգամները որ եկել են որպես հետևորդ, որպես հետո այդտենց շատ մոտիկ հարազատ ընկեր, բարեկամ եւ այլն։ Բայց այս անգամը, էսի հյուրընկալում ենք մեր տանը քավորին կնոջ։ Բայց ամենակարևորը որն է, ամենակարևորը իմ համար այնա, որ տես ինչ հետաքրքիր բան է, չէ՞, ես որ ասում եմ իմ մեծ ընտանիքը, իմ Յայմիրսի մեծ ընտանիքը, այս մեծ ընտանիքը ինչքան բարի ու ինչքան դրական բաներ ունի իր մեջ, որ այնտեղ որ անծանոթներով էինք, հետո ծանոթացանք, հետո քավորություն ու ինչքան շատ համով այս ամեն ինչը։
երեքի չեմ հիշում ինչ վիդեո էր, տենց պահի տակ մեր վիդեոներից բերել էր, նայում էինք, Նիկոն էր, թե Վահագ, չէ Վահագն էր, ոնց որ ասեց, բայց մամա ասում ես, ով կպատկերացնի, ասենք, ասում ես վիդեոյի մեջ, երբեք չենք պատկերացնի, որ ասում քավոր գում կդառնա մեզի քավոր։ Օրինակ Գոքորենց այգում այդ յուրահատուկ ընտանիքի յուրահատուկ այգում երբ որ որոշեցինք ու Գոքորի հետ պլանավորեցինք ու սկսանք մարդկանց տեղեկացնել, որ ուզում ենք հավաքույթն անենք ու այդ հավաքույթի մասին մենք մտածել էինք մի տարի առաջ, որ իրանց տունն էինք ու հաջող էինք անում, մտածեցինք, որ նորից կհանդիպենք ու դրան պատճառ կար, որ նորից հանդիպեինք, ինչ-ինչ մարդիկ շատ տենց գաղափարներով չեն հասկանում, թե ինչ է կատարվել, ես հիմա տեղեկացնեմ, որ ինչ-որ մի պահ ես sense որ նայում էի, ասում էի, նայ, եթե չլներ IMF-ին, այստեղ ոչ մեկին չէր ճանաչում մի տարի-կես առաջ, բացի ես ու Հովոն, որ աղբերներ ենք։ Ոչ մեկին չի ճանաչել բացարձակ։ Տեղեկություն չի ունեցել, բացարձակ, ոչ մեկի մասին։ Ու ամենահետաքրքիրն էր, որ պլանավորեցինք Գոքորի հետ ու եկավ համընկավ այն օրը, որ մենք մի տարի առաջ հանդիպել էինք։ Ու դա շատ սիմվոլիկ է, ժողովուրդ, դա որ չես պլանավորում, բայց ըլդում է տենց։ Շատ մարդիկ կան, շատ քիչ քանակության մարդիկ կան, որոնց այդքան էլ գաղափարին չի հասնում, թե ինչ է կատարվում ու որտեղից էս մարդիկ հավաքվեցին ու ոնց եկան հավաքվեցին այդ մեծ ընտանիքը դարձան ու դարձան հարազատներ, անշահախնդիր հարազատներ, որից եւ այս քավորությունը մեր Գուգոյի ու Նարայի, որ sense ապացույցն է, որ տեսեք, դաժե սուրբ գործել կարելի է բռնել իրար հետ ու ես վստահ եմ բոլորի այդ մեծ ընտանիքի բոլոր անդամներին ես ուզում եմ, որ բոլորին առողջություն լինի, մենք հավաքվելուց հավաքվենք անշահախնդիր ու երկարակյաց բարեկամություն ունենանք։ Այդ ամբողջ իմաստացնելա, որ ես Գոքորենց մեկը մեջ առանձնանում էի, էմոցիաներս պատմում էի, եթե նոր միացողներ կան, կարան հետ վիդեոները նայեն, կտենան, ուզում էի արտահայտվեի մեջիս աշխարհը, որ ոսես նայում ասում եմ, եթե ես չնկարեի, եթե ես IMF-ի կանալը չունենայի, եթե ես չնախաձեռնեի այս ամեն ինչը, մենք տարի-կես առաջ ոնց չէինք ճանաչում իրար, տենց էլ չէինք ճանաչի իրար, ոչ մեկին։ Բայց հիմա այնքան կապված ենք անկեղծ, որ մեկս մյուսից մի օր երկու օր լուր չենք ունենում, տենանք ինչ եղավ, ոնց եղավ, ասենք կամ ինչ-որ մեկը, որ հիվանդ է լինում, իրոք, սենց ամեն օրվա ռեժիմով ուզում ես իմանաս լավ եղավ, չեղավ, ոնց եղավ էլի։ Այս նոտայի վրա ուզում եմ Գարիկին Ամերիկայից, Գարիկ, դու ինձ հանդիպել ես անգամ երկուս, ոնց որ մեկ, ոչ մենք իրար հետ, բայց մի անգամ ենք հանդիպել, ես քեզ ուզում էի նկարեի, դու ամանչեցիր, բայց ես կնկարեմ քեզ այս անգամ, որ աշխարհը տենա, թե դու ինչքան լավ հավեսին լավ ընկեր աղբեր տա ես, մեր Հովոյի երեխեքը գնացին Ամերիկա, Անդոյենց տունն էին, հետո Անդոն երեխեքին տարավ Գարիկենց տուն, հրավիրեցին իրանց տուն, ոչմ sense մի հատ հավեսին բարեկամական կապ, ու ես ոչ մեկ չի իմանում, տես ասենք կա մի հատ բարեկամական կապ, որի մասին ոչ մեկ չի իմանում, որովհետև վիդեոյի էկրանին չի հայտնվել մարդը, ու թվում է թե չկա ինքը, բայց ինքը կա, ինքը ներկա է, ես կարամ շատ ավելի բան ասեմ Գարիկի պահով, որը որպես աղբեր կողքից կայնած այլ է իմ ամենաբարդ պահերին վիրահատական եւ այլն, Գարիկը իմանա ինչ եմ ասում, շատ բան չի թողի ասեմ։ Ուզում եմ ասեմ, երբ որ չես նկարում մարդուն, ինքը չկա կադրում, իր մասին աշխարհը չգիտի։ YouTube-յան աշխարհը չգիտի։ Գարիկի նման տողն աշխարհում շատ մարդ գիտի։ Ուզում եմ ասեմ, Հովոն, մի հատ լավ աղբեր ընկեր տղա Հովոն, որին որ շատ չեմ ճանաչում, այտենց քանի անգամ հանդիպել ենք ու ինքը շատ իրադրական մարդկային տեղը կողքը ցույց է տվել։ Էլի իմ
վիրահատական պահերին առանց ասելու, որտեղ որ պետք էր ինքը ընդեղ էր, Հովը ջան, Հովն էլ ճիշտ ասած, այդն գալիս Ամերիկա, էլի չի ուզում այտենց ամանչմա չեմ նկարում, բայց մի օր մեկ է տեսալ հարմարացրին, ու տենց շատ մարդիկ, ժողովուրդ, մենք այն օր էլ սենց Անդո հենց ճանապարհեցինք, հետ էինք եթե տուն, երկար ընկան խոսքով խոսում էինք, ոնց որ տենց խայսած ենք սարքի, բայց հետաքրքիր է, ես չգիտեմ, եթե հետաքրքիր է, սենց խոսանք, եթե ճամփա ենք գտնում, եթե չէ, ժողովուրդ ջան, խնդրեմ ասեք, եթե ձանձրալի է, չանենք այտենց, այտենց, ես ուրախ եմ իմ արած գործի վրա, ես ուրախ եմ, որ իմ ալիքի միջոցով մարդիկ իրար ճանաչում են, մարդիկ իրար հետ շփվում են, առավել ուրախ եմ, երբ որ երեխեքն են, մեր երեխեքն են իրար հետ շփվում, ու հետի ամենակարևորն է, ով ինչ ուզում է ասի, իմ համար մեկ է, ես իմ որոշումը չեմ փոխելու, ես անում եմ այն ինչ որ ճիշտ է, տես հենց հիմա Սամուելոտի մեջ անկեղծ եմ ասում, փշակ հաղվելու աստիճանի բան եմ ասում, հենց հիմա Սամուելոտի մեջ Ամերիկայից Անդոյի տղեն, դավը թռնում է, գա մեր տուն, գա որ մասնակցի, ինքը երգում է, գիտարա նվագում, ես կդնեմ իր YouTube-յան ալիքի QR կոդը, ժողովուրդ մտեք, նայեք, գրանցվեք, տեսեք երեխեն հունարեն բառ չիմանալով հունարեն նրանց է երգում, ոնց որ հույն է երգի։ Իմիջիալոց ինքը գրմել է երգ եւ այլն, ինքը շատ հավեսով, տաղանդավոր երեխա է, շատ լավ տղա է, կդնեմ QR կոդը կնայենք։ Այդ անդո ենք հետ են գնացել Ամերիկա, մի երկու օր հետո դե Վարդան ենք ստից կգաս Դավջան դու եփես գալու բան, մեկ է զանգում է Վարդանին ասում, որ գալիս եմ ու տենց ռոդի անակնկալ, մյուս երեխեքը չգիտեն, ու տենց հիմա ինքը օդի մեջ է, աստված բոլորին պահապան թող բարոքելով թռնագան հասնեն։ Կան Անին ու Տիգրանն Անին Իսպանիայից, ու տենց էլի անակնկալ զանգեց, Տիգրանն ասեց, ուզում ենք գանք տատի ծնունդին մասնակցենք եւ այլն։ Այդ երեխեքի պահը, որ դավը հարսանիքին ներկա էր, երեխեքի հետ այդքան մոտիկացավ, Հունաստանում այդքան տեսել են, արդեն դարձել են մոտիկ ընկերներ, Անդոյի Անահիտի աղջիկ երգը էլի այս երեխեքին ճանաչում են, մոտիկ են, դե իրանք աղջիկ են ուսում, սովորել եւ այլն, իրանք մի քիչ ուրիշ ձև է իրանք հարաբերությունը, քան տղերքինը։ Ուզում եմ ասեմ, այն ինչ որ ես անում եմ, այն մարդիկ ովքեր որ հավաքվում են այս գաղափարի շուրջ, դրանից վատ բան չկա, դրանից մենակ լավ բան կա, եթե լավ օգտագործենք, եթե լավ չօգտագործեն, ով լավ չօգտագործեց, հաջողություն գնա օգտագործի այն, ինչ որ քեզ ոգի հարազատ է, ուղղակի, ոչ մի բան, ոչ մեկին պարտադրովի չի։ Իսկ իմ կարծիքով մենք օտարության մեջ ապրողներս պետք է երեխեքին գոնե իրար հետ միավորենք, որ այդ երեխեքը գոնե իրար հավեսի ընկնելով, իրար աշկ տալով, թե Հայաստանում տնավորվեն, թե Հայաստանից դուրս իրար հետ ամուսնանան, մեկը մյուսին եւ այլն։ Իմիջիալոց շատ մարդիկ ինձ հարցնում են, ես ինչի աղջիկը քանի տարեկան է, մի կինը քանի տղեն ինչքան եւ այլն։ Հիմա տեխնոլոգիայի դա Instagram, ժողովուրդ, Instagram-ը քթեք, զանգեք, խոսացեք։ Եթե պետք է գտնել Instagram-ով բանով հեշտակ։ Ես չեմ կարող կոմենտների տակ համար գրեմ ինչ-որ մի քիչ։ Շատ մարդ կա գրում ասում մի հատ համար գրեք, այս ինչ երեխի։ Ոնց կարաս ասենք on-line հարթակում ինչ-որ մի երեխու համար գրես, չես կարող։ Հրապարակային կամ գրում են ասենք ոսկի Պրյամու ասեմ, Մաշը քանի տարեկան է։ Ես անկեղծ ասած ես չգիտեմ Մաշը քանի տարեկան է, չնայած այն որ հարցել եմ, էլի մոռացել եմ։ Բայց ես ոչ չեմ կարող գրեմ այդ երեխի տարիքը բանի ընդհանուր բանի։ Գոկորին էլ էին գրել։ Գոկորին է, ջայլ տղա է Գոկորին, շատ էլ բան է։ Մի բան հարցնեմ, Գոկորը քանի տարեկան է։ Վերջը։ Ուզում ասեմ բանը երեխեքի պահը շատ կարևոր է, որ իրար հետ ծանոթ լինեն, մոտ լինեն, միավորված լինեն։ Կողքից որ նայում ես, այնքան հաճելի է, որ նայում ես երեխեքը այս ձևի կապնված իրար հետ կապվել են ու
ու այդ շփումը շարունակվում է շատ հաճելի պահակ էդի չգիտեմ իմ մոտ անցած տարվանից է էդի տենց հետաքրքիր զգացողություն առաջացրել Արթանի հարսանիքին որ այդքան երեխեք էին եկել ու շփվում էին Նայ մեր հարութի երեխեն աղջիկը որ եկավ մեր տուն Էմային անենց ենք սիրում ընդունում հարգում ոնց որ մեր տան երեխեն են ոնց որ մեր աղբոր աղջիկը լինի տենց Այդ երեխեն եկավ, ֆրած, ման եկավ, մնաց, գնաց, մարդկա ճիշտ է գրում էին, թե եկել է, բան, վահակի համար, բայես մեկի համար, այդտենց բաները սիրուն չի, ժողովուրդ պես, երեխա են, չէ, իրար հետ կարող է մոտիկ լինեն ընկերություն անեն, բայց դու չես կարա զորով, բան անես, դու պետք է նրա հետ պսակվես, դու պետք է նրա հետ պսակվես, այդպես բաները չի կարելի անել, այդտենց Էդի ավտոմատ սիրարվում են, ամուսնանում եւ այլն, բայց եթե մի մարդը մյուսի փայը չի, դա չես կարա զորով անես, կամ չես կարա տենց իմ այն դարը չի։ Մեր օրինակ ես հիշում եմ, չգիտեմ, ես տենց եմ, իմ մեջ տենց է տպավորվել, որ մեր հայկական այդ մտածելակերպի մեջ կա, որ աղջիկ երեխան չի կարա լավ ընկեր լինի տղա երեխու հետ, ասենք ընտանիքներով։ Ասում են հետա պսակվի։ Հա, դա հենց մեկ ինտերմեն ինչ-որ մի աղջիկ հանդարտ մեր տարածքում երևում, ասում են հետա ուզեք սրան, բայց տենց չի։ Բանի Ալինայենց, Երջուի Ալինայենց տուն գնացինք վրազ երեխեքին պսակեք իրար, այնի ուրեմն նրա հետ, այնի ուրեմն պսակվա նրա հետ, այնի ուրեմն բաժանվա նրան առնի։ Ինչի չեն կարա ընկերներ լինեն։ Չի էլի տենց, սիրուն չի, համար տղերքի համար էլ ոչինչ, ասենք աղջիկերքի հետևից բան գրել խոսալը շատ վատ բան է, երեխեքի ոնց որ անվան հետ ինչ-որ մեկը ինադու խաղա, չնայած ինադու չէ, կարող է կատակով ասվի, բայց ինքը Կարող է նաև բարի սրտով ասվի, բայց մի քիչ սիրուն չի լինում այտենց էլի, որ բարձրաձայնվի։ Ուրեմն, ժողովուրդ, մենք խոսում ենք 16 րոպե, Հա, 16 րոպե, տնից ելանք մի 2 րոպե էլ ոչում զապասով, ահեն, խոսքի, խնդրեմ, 19 րոպեից այրոպորտ ենք, դե մենք ձեր թեթև, ձերքով, ձեր օգնությամբ, ձեր ուղեկցությամբ հասանք այրոպորտ, դիմավորում ենք մեր հարազատներին ու շարունակությունը շատ ավելի հետաքրքիր կլինի, գրանցվեք ու շնորհակալ եմ գրանցվողների համար, գրանցվեք ու գրեք, լայք դրեք միայն առաջ։ Ով ենք որտե՞ղ է։ Ճանապարհին։ Օպարը ոնց տնում դատար ձեռով չես եկել։ Հա, յենը։ It's got my driving, like everything. Մենք իրանց հետ չենք։ Օպարը բլուսկի գույնը բռնցրել է շան հետ։ Ադյանչի բանը Զարավ եկակ։ Բրատս լավ եկա, լավ է շուտ եկի չաբե։ Հա, լավ եկա։ Արտուր որ եկավ թամադեն ասում է պախոդու ապե ուրիշ քաղաք էինք իչե ոտով եմ եկել Ոտով չէ, բայց այդ սամալյոտը ուդեղ որ քերի միջև կուկաստեր եկա ճամփան Խախտին մոստում երով կաստի ոստում եմ ասում Սաբակի Սաբակ եկել է
Թող թողը գնանք ինչ Ամի որ թողես մարդ ուտելու։ արի, սաբակ, արի։ Ապեր դու ամառաստե չէիր եկե, չէ՞։ Կարճաթև չէիր եկե։ Չեմ վաղցում։ Արա ջան, հավրակի ո՞նց ես։ Բարով եկար։ Աղրկեսի ասած մենք, ինչի ոչի վերջերը չենք եկել։ Եկա կարմին ես Արմենը դիմավորում է, ճամփում է, դիմավորում է։ Շատ աղան է Արմեն։ Սոլա ջան։ Քելեք, դու վեշ դու մելի մելած ախմերուզում թողի մտե, թռնի մտե։ Այդ էլ է, ինչ եմ ասում։ Աստեն է ասում եկի հասել ես ում։ Ապեր, Բաներ, արդեն միաստան։ Դելան։ Արի գոգ։ Արի ստե իրար դտան։ Բաժանվեցինք։ Դուսոն երեխեքի հետ կգան արայի հետ, մենք էլ սրանով եթանք ապերես։ Արի ջիգեր։ Ասում եմ, դուսո հետ ասում ենք, Համել ես հեռախոսս խոդիկից էլի։ կոդիքս եք մի հատ էլ։ Ասում եմ բան Ստեղը ենք։ սամալյոտն եմ սխմում ինգեր։ Այս կոդիքս եք ապերես։ Ես միշտ Բարդաճանով սխմում Ես որ զանգեցի քեզ տեսա դու Սամվելոդի տակես, ասի Բարդաճանը ջերի Սամվելոդ նայելա։ Ես ու կոսաղին գցել խոդամ ինգեր։ Քսեմ գցեք սամալյոտի դարամը։ Մարդիկ որ ասում են մի բան գիտեն, հա։ Համջան սիստեմը մի ամիտ խառնեց իրար ինչ պդենենք։ Ապա օթի մեջը։ Դե չենք կարիչն կապոտը բացենք։ Գնացինք Լրաց ջան։ Ասում ենք լուսո հետ նոր ասում ենք բանա որպես քաղաքական ընտանիք առաջարկել մեր տունը գալի պրոստը։ Հայաստան շատ գնացինք եկանք, բայց դե ահա։ Ու բանը Գերմանիայի շատ գնացինք եկանք, դե եկան էլ ահա։ Քաղաք գուգոն չեր ավտոները ստե ինչ պարկինգում լրացվել են սենց վերսախ Հունաստանի լրա։ Գերմանական ավտո։ Մեր դոլոպ կրանք համջան։ Ապերես։ Բայց իշխոր չաշխատավ ինգեր։ Հեսա կաշխատում մի քիչ ամփերի, ապեր թող գտնի ստեի բանը ցեն եկա։ Ձերի ինչ որ ունական ինչ կա։ Նայած Vodafone կարա բռնի, Cosmote կարա բռնի։ Vodafone Cosmote մի հատ էլ Nova, Իմս բան է, O2-ը։ Չէ, ստե ուրիշ բան կբռնի։ O2-ը Vodafone-ն է ոսում։ Մամայրը այդ է։ Ստե կարա ուրիշ բան բռնի։ Լավ, գնանք, քնենք հանգստանանք, վաղը կապի մեջ։ Հա։ Մի հատ վերիշենք են։ Ուրախ ավտոբուսը քաշեկայնել ենք ստե։ Վովայից, այո։ Եթանք տենանք։ Համջան ինչ է պետք ստեղացում անում։ Ինչո՞մ է։ Ստեղ կա պասպորտ բան պետք է։ Հեսա կիմանա։ Ոնց է մի բան պետք է լինի, հա։ Яш филос. Կալա։ Դե։ Գիտոնի մասը։ Ոչ վե։ Օրես կոնդիցիոները միացրած ընկեր։ Արի ինչով աստե։ Ախպերություն, կոնդիցիոները միացրած եք ասե։ Լավ ցուրտ էր, Հա, լավ էլ հովա։ տեսա, բայց ինչ լաբերին դասեմ եղնիկներ են գցեմ։ Կորցրել են։ Բանենք են, տիկոենք են երկրորդ հարգը։ Հա։ Վաղն են իրանք փակել։ Տիկոինը երկու սենյակա։ Երկու համար, երեխեքի համար են։ Գնացինք, բարի գիշեր։ Լաբիրինթ աստեղ։ Լաբիրինթ ոստա։ Կասեն սա գնացինք քրանդ։ Գնացինք։ Մենք կայնեցինք։ Ստե։ Հալաղագին տեղ ունենք կալը։ Շամը 20-ը։ Ինչ տեղ ճարել է։ Խղոյ բանա, խնդրաղարույցը։ Երեխեքին տարան են։ Սադի մեջը կանեսնենք են։ Դե ասենք բարի գիշեր, վաղը, նոր օր, հետաքրքիր օր։ Բարի գիշեր, բարի գիշեր։ Բարի առավոտ։ Հազար բարի։
Հատ կոֆե խմենք։ Էսի դե վերջացրա։ Էսի բանա։ Ինչ է ասամ, Նապոլեոնը։ Ձերստալի քանդվում է ասես ուժ։ Դե տենց է Նապոլեոնը։ Էսը համովա, բայց ուտելը շատ անհարմար է։ Հատ կոֆե խմենք։ Ուստե մաման քյուֆտա է էսա։ Հայաստանից բերված քյուֆտեն էսա պատրաստենք, մինչև դես ու դեն։ Տիգրան Ամին ուրեմն իրանց երեխեքը նոր հասան արդեն։ Հեսա հարմարվեն, իրանից մտեղորվենք, կգանց դե բոլորով։ Կավորությունով և մեր թանկագին հյուրերով կհավաքվենք։ Մամա ջան, սալուստ։ Մամաս քյուֆտա է։ Հեսա։ Համով քյավարա քյուֆտա։ Մեսի քյավարանն էր, մամա ջան, թե էջմիազնի։ Երկուսից էլ խառնա, խառնեցին։ Բայց լավ կլինի, որ խառնածենի։ Այս քյուֆտա է, ոչ չի։ Էսի։ Երկու ռայոն ենի ասի ես եմ լավ, ենի ասի ես եմ լավ, այտենց կցեն իրավը։ Միացնում ենք իրար։ Կցեն իրավը ասեն ես։ Դե, այսա մի չետո սպասենք մեր թանկագին հյուրերին։ Տիկո ենք թող քնեն հանգստանան, նոր են մտե հյուրանց։ Պստիկը, պույոլի մազերով։ Ահա, զիշտան, սենց կիշտրով է։ Մամա ջան կարող է ես անեմ ծերը չոտնի։ Էրիկան է, զիշտան, քիչ։ Այդ որ խանութում ծախում է, այդքան շատ բան պետք չի, իրանք արդեն Ծփած է։ Ահագին բան է։ Ուղղակի մամա խառնեցին, մի քիչ էլ կոնյակ էլ լցել, խառնենք համերին իրար, էրիկա։ Արի։ Մարդկանց ցույց տամ, որ բաժարը ոնց է ստեղից երևում։ Այդ սարի հետևը ոնց որ չէ բաժար, հա։ Կրակն երևում է։ Կրակը, ծուխը։ Սա ոնց էնի, արդեն բաները սամոլոտները կանցնեն։ Քյուտային սարքուն իսա մեր սրտությունը կգա, մեր երեխեքը կգան, են պստի տղեն կգա, չեմ տեսել պտիտին ամեն համով բալեին։ Ասում եմ մարդ, այն ժամանակ նկարող էր, կամերան էր, մամայիս 72 տարվա ամեն մի բանից, ծնունդից մի հատ կադր։ Թե որ թվին, որ տարիքում այդ օրը որտեղից էլ է։ Մամա ջան, կհիշես 72 ծնունդդ։ Չէ, դե այն երեխա ժամանակ չեմ հիշում, ඒ վաղ երբ եմ ծնունդ անունը տեց, ընդհանրապես չեմ հիշում, չգիտեմ։ Հետո ամուսնացան արդեն ընդեղ։ Տենց որ ասես շատ ճոխ ձևով ես ինչ չի։ Ամեն մեկին տարի տարբեր տեղ ծնունդներ անում, հետաքրքիր է դա։ Որ նորին տարել, իմ կեսարը մի օր եկա սենց լուսիկ, փող տուր էդ համեմայն ժակետ հարնեմ, ինձ նոր է տարել, մի 10 օրա, 15 օրա, վերջը, մարդ ասա տուն, որ շապատը լրանա, որ հարսը էդ մա հորտուն, ասմա, դե ամեն գնալուց մի հատ թազաշոր հակնի, որ ասեն լավ են պահում իրը։ Այն ժամանակ դա կեսրաները շորմորարները կապ ունեին։ Ես ինչ ես անում մամա ջան։ Էսի կաթ եմ ուզում մեկ շտակ հասնեմ, բերել եմ, մածուն անենք, Ազիզ ջան, ես մի քիչ կիսատ էր ասում։ Քաչում ես։ Հագի հա, իմ հետևինը բաց։ Որ հետևից բացը։ Իմ հետևինը չի խանգարում, հետի խանգարում։ Այդ ոնց որ ծուխը չէ, ոնց որ դա գնաց քանի չմովիշկում։ Վերտալիոտ սամալյոտները կան կանգնեն։ Մերը մածուն անը։ Հա, մածուն անենք, հետո
ապրուշկա, մի հատ նայեմ տենամոլ չի կդրվում, չի ոնց որ։ Կարա կտրվի։ Էդի բան էր, կիսատ էր մեր երեխեք խմելին, մնացել էր, ասի լցեմ մեջ։ Մեր Նիկոն որ տենում է խալազի, գտնում ես չկա։ Կա թե։ Այս երկու բանը ժամանակ չեն ունենում մեր երեխեքը։ Մնացել էր կա թե։ Երեխեքը գնացին գործի տեղը։ Մի հատ պատվան կապետը տանեն տնեին։ Իրանք գնացին այնտեղ, հողոնք եկան դիմանա իրանցը, հետո կգան տուն։ Հետո մեր բարեկամները կգան Մինչև 6 ժամի կգան։ Սու ջան, այս էլ բանան ենք, տաքացնենք, Բալիկ ջան։ Ինչ ես անում, Բալիկ ջան։ Բալիկ ջան, ահա։ Նես լակատ, հա, 1 կիլոյա։ Մարոնիկ։ Հետ մի քիչ բան անենք, թրջել, Ոնց են ասում եսի։ Համի գախնիկ, հա։ Մարամիկ, համի գախնիկ։ Ոսկե ինչ հատիկ։ Ինչու դες մի ձևի ասում։ Վեգան մալոզնի։ Անքրլեն եսի։ Լավ այ, ճարդաշ չի սա։ Մաքուր է։ Շատ։ Առաջ հիշում եմ, որ բերում էին լուծում էին սեղանին։ Առաջ շատ, էդ եմ ասում, շատ բաներ են լցում իր սեղանին, մաքրել Լուծում էին բանի սեղան չի, մամա ջան, ալյումինի սինի էր, ըլում, սենց սինի մեջ կտ ու տենց հարևանի կնիկներ գալի, իրա սինին ծերը, հրինձը կամ չդեմ իշը մեջը, տնում էր Չոքերին, սենց վերջացն պրծնում էր, երկու բարը խպում էր, խոսում էր, ալլա մետ համ սարքեմ, կան էտ նավարը չանեք է, տենց էլում էտ մենը։ Երեխա վաղտվանից ինչ հետաքիլ պանկա իշում եք եղա։ Եվաղտ ինչ որը լե, մի հատ թեկուզ էդ մի քնությունին տարեք, երեխեն լավ գնատական մաղարիչ ենք անում, արեք։ Մաղարիչ կոֆեն էր։ Հա, կոֆի։ Իլի բա ինչ ազիչ ջան։ Դրամայել սաղ նիհար էին է վաղտ։ Հա, Հիմա մաղարիչը բան, ռեստորանում է։ ես մի մոմենտ հելլի 53 կիլո այ մարդի իքան ոնց իմ նիհարել։ Բայց ունի գորքուր է։ Ձունիկ ինքան նիհարել, ասմիկ ինք կյանքում չի չաղանում։ Մի գորգույն բաղջի չէի, պատկերացնի, որ կաղո չաղանա։ Հա, Ունի գորգուրը, ծաղոն։ Ինձ թվում է շատ մարդիկ կային այդպես նիհար, որ ասում էր անհնար, օրինակ ներս կապերը, ոնց կարն ես է մնաց, չհասա։ իսկականից ներսիկը ոնց կար, այդպես մնաց։ Հիմա ինձ թվում է բաներ են տալի, ինչ-որ նյութեր են տալի, օրինակ խոզի գրոջին, այն ժամանակ ես պահում էի 6-7 ամիս հետո լինում էր 40 կիլո, հիմա 3 ամիս պահում եմ, հիմա 50 կիլո։ Իսկականից։ Այդ բանը մեջն է, էլի պրոտեինա չկնեմ ինչա, Կելերի մեջն է։ հետի կերերի մեջն է, բերում ես խորվածս համ չի էլ անցնում, տենց ծվա քո մեջ հետի չաղասնեն։ Նույն էլ մրքերի մեջ է, բանջարեղի մտենց չի։ Կլումնիկը նայում ես նույնս, ես կամ կլումնիկ ալ։ Դու էլ արեստական ուտելիք ես արկում։ Ստակացնեմ հեսա որ կգան։ Էսի իսկական բանա, ճամփա է թալու համարը լավ։ Սենց սարկվում է, Նախաճաշինում եմ մինչև պլասմասից բանի մեջ դրում ես ու տանում ես։ Սենց բաներ տանում ենք ծովը, Նիկոն ընց ջրից ելնում էր, սոված են։ անհնար է, Նիկոն մի րոպեով էր մտնել ջուր հելներ, Ջրին լոլո էր ասում։ Ռազոյի բրնի կլյակ են եք թոնանտենա։
ըստ համապատասխան օրերի անենք եւ ինչ որ մաղարիչ կհամենք։ Պետք է հետագայում գրանցիկ օրը կգադրը։ Մամա ջան խառն ես։ Այն հարցին վաստում խալազենիկ ընդդե։ Հարցներն ինքն էլ վազում, ինքն էլ գործեր ունի վազքի։ Իրա հետ են վազում հարցիս հետ։ Եթե հայաստանյան պանիր է։ Էսի կցած պանիր է, լիլոյի կցած պանիրն է, լիլոյին կաթին տվել։ Մի օր քշեր զանգել է, լսի, գործս ընկել է, քեզ ինչ այլ է, լիլո ջան, ասես քշերով։ Կաթ են տվել չեմ ամ պանիրը գործն է, ասիսեմ, ներքջեն, ենենց էլ համով այլ է։ Լիլիկն է, ասեն։ Լուսեիս ինչի մեջ տնեմ բա հիմա։ Լիլոն արդեն բանա։ Մեծա։ Ֆերմեր է դարձել։ Կաթը բերում է։ Հիմա ֆերմա ունի։ Ֆերմեր է դարձել, կաթը բերում է, պանիրը սարքում կախում է Եվրոպա։ Ուրա բասրա գլուխն ուրա։ Տեղն այլ է, ուզում է պրոյել Եվրոպա կաթ պանիր արտահանի։ Էս աման տարեք, հա։ Մենք հիմա ենք մի հատ ռուսական խանութ։ Այդ դիբիլները Չորթը փրտ հավենք յանք ուշում, սոկա մոկա։ Լուսնա։ Կրակը գնաց, մամա ջան հանքեց, այսինքն մամեկ հանքցվեցին լավեր։ Չուկ, մի պուճուր հետ մահու ծուխ կա, բայց ուժեղ չի։ Հետը առիք չկորցնելով վիդեոյի կպցնում իրար։ Գնացի՞ն։ Անք ռուսական։ SNG-ի պրոդուկտներով լի խանութ է։ Ծուր ծրտիկ է սա։ Բայց էստի բան է մամա։ համովա, սեղան դնելու։ Ինքը շատ համով է։ Սեղան կդրտի։ Հա, մեջ կտրես, ինչ այլ է։ Մեր Շատ համով է։ էկոնոմիշնի է անում։ Ինձ թվում է մամաներն ու տատիները սավետնես են անում։ Հարում են պրծավ մամա ջան, հարում ողտի անենք։ Դիքել է։ Եթան ռուսականի պրոդուկտը նկարենք, ուզեք ժողով։ Հայրար հետ էթ, հա։ Գիլասը։ Ես ուղակի վայելում եմ գիլասի սեզոնին, որտեղ ինձ թվում է մարդկության երևի զրան ոչ մի տոկոսը չի սիրի գիլաս, բոլորը ես թվում է սիրում են, որոնցից մեկն ես եմ շատ եմ սիրում։ Ժողովուրդ, տեսակ, այսի արդեն ես մի 10 օր ասեն տանում։ Մայիսի մեջը Իսկ մենք այդ դրա զապաս լուսը ունենք։ Մեկ որ անում է, հենց դե բանա։ Հետո որ չի անում, մոռանում եմ դրանցից որ մեկներ։ Եթե չեմ սխալվում, այս մեկներ պետք է տենց լինի։ հենց անմիջապես այդ բանի տակին է, բաղավի։ Հիմա այս մեկը որ մեկներ են նկարի վերևին, հա։ Ոնց որ տենց է։ Կան դե ժամկետ ունեն, էլի ասենք ամեն մեկը խոսքի էս արդեն քանի տարի է։ Մամա ջան, քանի տարի է տան մեջ ենք։ Տունը էս տան մեջ։ Էս տան մեջ 10, չէ, 20, որ թվից ենք ստե։ 3 տարի է։ Ահա, 3 տարի աշխատում են, մեկ է տեմ ես։ Ժամկետն անցավ։ Ու սենց թրթրած, շո էլ չի անում, հետո գալիս ես որ փոխես, ասում ես դրանցից որ մեկներ։ Դες մնում մեկ է տես, այն տես էլ մեկ էնա։ Այսին։ Էդի 1, 2, դեռ այդ մենիա։ Շնչում հին ու նոր
մամաս հացա սարքում։ Հին հայկական ավանդական բնավորություն։ Դասից ես եկե, Սամվելոտից ես իջա, այրոպորտից ես եկե, պետք է դոլմա ուտել, չէ՞ մամա ջան։ Այո։ Ես այդ կանանչին բերենք մամա ջան։ Հայ, այս ռեհանը ստեղից են կարել։ Հետաքրքիր է։ Դրանք մոռացան նոր շուկան։ Նիկին թողել ենք տունը, որ մեզ օգնի, ապերներ գնացել են գործով։ Նիկ ջան, այսա գաս հետներս մի հատ բան է։ Այդ սովետական խանութը, որտեղից բանան բերես դու, մենք եթանք շուկա։ Դե գնացինք մամա ջան, եթանք շուկա գնանք։ Եթանք գուգայից էլ վեկալ ենք, ուզում են մանգան տենան։ Մեր շուկանից է վիա։ Գնացինք դե։ Պատրաստ ես։ Ամեն ինչնելու մի հատ սումկա կա հետը։ Զիբինչի կոնսոլ ենք։ Նիկ ջան։ Նիկի կոշիկենի է։ Եկնե վերևն է։ Физкульт, привет. Тебе Ник ջան։ Подъезди բուսականությունը։ Հիմա ասենց մի հատ զիգզագ ենք անում ու հյուրանոցն է։ Մոտիկա շատ հարմար է։ Այս հյուրանոցի մի հատ էլ հայկական թրոշ կպցնենք։ Ով Տիգրանենք է վերևը քնած են։ Որի բալուս ախպես։ Քնած են երեխեքը վերևը, ասում եմ մեր ուժամ քնենք հանգստանանք։ Նար ջան, բալուս ցավը տան, բան փորակի։ Այս երեխե ծեր, հա։ Դեր են ծերոնք։ Թոմն երեխեն դավիթ տեղա եկի։ Ինչ կա, լավ քնակ ապրես։ Ելենք, եթանք շուկա։ Հովա չէ չենք։